Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բաբոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Ես ողջունում եմ բոլորին, մենք ողջունում ենք բոլորին, կասկածելի երեկոն է եթերում, ինչպես նկատեցիք, այսօր էլի Ռոբերտ Մարտիրոսյանը մեզ հետ չէ, Արամ Էմպետրին է ոչ պակաս Ռոբերտ Մարտիրոսյան, այսօր մեզ հետ նստած մեր ուժեղ պիտուշ ընկերը էլի մեր կողքին է լրացնելով Ռոբի, այո։ Գարիկ, ես ուղղակի ուզում եմ ասեմ հեռուստադիտողին եւ բոլոր նրանց, ովքեր որ երկրպագուներն են Ռոբերտի, որ ոչ ես նրա ոտքի տակը չեմ փորում եւ այո, ես կուզենայի ընդհանրապես չմազնեմ ցեզ հաղորդմանը որպես հաղորդավար, բայց ստացվում է այնպես, որ Ռոբերտը դեռ մեր շատ սիրելի Դուբայում է եւ Դուբայից դուրս է եկել, ինքը արդեն 4 օր ոտքով գալիս է, այո։ Դեպի Օման է գնացել, Խուրջինը ուսին կամաց հասնում է տեղ, միջև հասնի կձգեմ կպահեմ, միջև գա։ Ուզում եմ ներկայացնել մարդ հումոր, մարդ, ով որ իր յուրահատուկ հումորով ձեզ շատ անգամ ծիծաղացրել է, այսօր զինված է արդեն կանխամտածած հումորներով, որ այսօր մի պահ լրություն չլինի ինքը մի անգամից այդ տեղը լրացնի, Աղաս Մանուկյան։ Ես այդ ինչ խնդալու արեց ես։ Ասում եմ, Մենք մեռանք։ Եվ 94 հոգուց անցած կասինգը անցած այս յուրահատուկ աղջնակը, ով որ մի բառով չի բնութագրվում, որտեվ նա համ լողորդուհի է, համ թենիսիստուհի է, համ ոչ կոմսոմոլուի տարբեր սպորտերի հաճախած տարբեր մասնագիտություններ ունեցող հետաքրքիր աշխուժ աղջնակ Սիլվա Բարսեղյան։ Լավն է քոթիմը, լավն է։ Դες հենց այդ բայց աղասես ավելի խնդալու էր։ Հիմա ներկայացնեմ իմ թիմին։ Իմ թիմում է գեղեցկուի, դերասանուի, բազմաթիվ հեռուստասերիալներից հայտնի ձեզ հիանալի այս անձնավորությունը, որին ջերմ ծափարություն ներքով ես ուզում եմ ներկայացնել եւ այսպես Ալաքսիա Մելիքյան։ Իսկ ձախ կողմում մասնակից, ով որ միլիարդավոր քաստինգների, պայքարի, բատալյաների, արունոտ, արնահեղեղ պատմությունների միջով հաղթանակած ցուրը ձեռքին դուրս է եկել կանգնեցել ես եմ լինելու այս հաղորդմանը։ Բայց հենց ինձ Նույն ինքը խրոխտ անունով գորը։ Եվ այսօր ես, Ալաքսյան և գորը հաղթելու ենք նրանց։ Դե ինչ ընկերներ, մինչև առաջին փուլի կանոնները ընթերցել է, ես առաջարկում եմ 1 րոպե լրությամբ Ռոբին հիշեն։ Մենք բոլորս Ռոբ ենք։ 1 րոպե ֆրթոցով ես կասուի։ Մեկ րոպե լրությամբ և Ռոբի ձայնով հիշենք Ռոբին։ Այո, Ռոբը յուրահատուկ մարդ էր, ով միակ հիշատակը որ թողել է դա է այդ ձենը վրացին։ Էլ ոչ ոք ստիպված չէ գնալ և փնտրել լիցքավորման ապարատներ, որպեսզի հեռախոսի համար վճարի, քանի որ MyViva հավելվածի միջոցով դու այժմ կարող ես մուտք գործել հավելված, սեղմել համալրել կամ վճարել կոճակը, ընտրել բանկային քարտը վճարման տարբերակը, լրացնել հեռախոսը, համարը և գումարը և այդպես վճարել և քո հեռախոսի համար, և իմ հեռախոսի համար, և ձեր տանեցիների հեռախոսի համար, ասեմ ավելին, դու կարող ես ավտոմատացված համակարգը միացնել և ամեն ամիս առանց քեզնից ջանք պահանջելու ինքնուրույն այդ ամեն ինչը կվճարվի։ Շնորհակալություն Viva-ին։ Այո, եթե Viva-ի բաժանորդ եք, օգտվեք MyViva հավելվածից։ Առաջին փուլի կանոնները ընթերցեմ, թող իմանան նաև քո մասնակիցները իմ կանոնները։ Փուլ առաջին մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկներից կարդում են պատմություն, թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որն իրոք նրանց հետ պատահել է պատմություն, որը նրանց հետ կապ չունի եւ մասնակիցն այն կարդում է առաջին անգամ, անկախ ամեն ինչից մասնակիցը պետք է այն ներկայացնի իբրև իրականություն, իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով պարզելու է, թե պատմությունը նրա հետ պատահել էր, թե ոչ, իրական էր, թե հորինված, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է only 1 միավոր, սխալ պատասխանի համար ոչ ոք, ոչինչ չի վաստակելու։ Ով է սկսում։ Դու որոշի, դու հյուր ես։ Թող հումորով է որոշ այսօր սկսի։
Աղասը թող սկսի։ Ես սկսեմ։ Աղաս ջան, գնաց։ Սկսեմ։ Մի անգամ իմ ստենդափին նստած էր 6 հոգի, բայց ամբողջ դալիճը լիքն էր։ Ես մի հարց ունեմ։ Ճիշտ ասած, այդ Ողջունելի է։ Արդեն լավ է։ արդեն լավ է։ Որտեղ ա եղել այդ ստենդափը։ Եղել է Ռոստովում։ Ռոստովում։ Դոնի Ռոստովը։ Ռոստով։ Sold out էր, հա, համարվում։ Sold out էր։ Նույնիսկ ինքնատիրում չեղավ, Այդ կերկը Այո, համերգա վիդեո է վերջում նկարում համերգա լավացավ։ սրա էր, աղաս։ Ինչ էր։ Համերգա սրա էր։ Չէ, տեղեր, որտեղ ելույթ էի ունենում։ Միկրոֆոնա դինամիկա Ամեն ինչ կար, հա։ Բայց ծախսը հանել էիք այդ արենդաների բանի այդտեղի։ Ես չէ, ինձ հրավիրել էին, որ ես ելույթ ունենայի։ Դու գիտես որ գնում ես 6 հոգի ալինելու։ Չէ, չգիտեի։ Այսինքն որ Տոմսերի վաճառքը բացեցիր 4 րոպեից sold out էր։ Չէ, Տոմսերի վաճառքի հետ ես չեմ զբաղվել, ինձ զանգել են։ Հա, ասել են արի։ Ասել են արի ստենդափ անելու, ասել են որտեղ, ասել են Ռոստով։ Հա։ Ասել եմ զալը բան, ասել են տենց կորոշենք տենց ինքը ամեն ինչ հարմարություն։ Ասել է զալը բան, ասել են հենց զալու։ Ֆինանս ասել եմ, համաձայնվել եմ, թռել եմ, տոմսեր առել են, գնացել եմ ու տեսել եմ, որ տենց 6 հոգին է։ Լավ ներազիս, բան։ Հələ մի րոպե գնում է տուալետ գայս, ասա։ Այսինքն իրանք ոնց որ այդ 6 հոգին փողը տվե առել էին ամբողջ դալիճի, տենց Ես չգիտեմ ինչ էին արել, բայց 6 հոգով էին։ բայց դալիճում ավելի շատ տեղ կար, քան 6 հոգի։ Մեծ էր ինքը։ Քանի հոգանոց էր մոտավորապես։ Դե մոտավորապես որ լրիվ նստեին այդ որտեղ ես ելույթ էի ունենում, մոտավորապես ինձ թվում է մի 70 հոգի, 60-70 հոգի կնստեին։ Աղաս, Չէ, ինձ ճիշտ չհասկացաք, ինձ բավականին մեծ գումար են տվել, իմ հոնորարը, որ ինձ կանչեն, ես գնամ ստենդափ անեմ։ Հենց այդ 6 հոգու համար։ Չգիտեմ, ես չեմ իմացել քանի հոգու համար, ասել եմ Իսկ գոնե իրար կողքին նստած։ Չէ։ Տես ես մեկը դե, Իրեք երկուսը սենց դե։ թեփկիսա թեք։ Իրանց մեջտեղի ես իրանք սենց էին։ Իրանք իրար դա ճանաչում։ հետևը մի հատ զույգ է նստած պատճվող, այն Ու վեր։ մեկը այն ծերեմ։ Չէ, իրանք իրար ընտանիքի անդամներ էին։ Մի ժամ ելույթ ունեցա, վերջը մասին արի մի թիքա բանկեր նոր գնա։ Ասի չէ, մերսի, ես արդեն լավ կերած եմ։ Բայց ինքը ճոխ ոնց որ բան է, որ մարդիկ իրանց թույլ են տվել, էլի, պատկերացար։ Պրիվատ, այսպես ասած։ Աղաս անհատականն եմ, էլի։ Դու ունենաս այդ հնարավորությունը, Արամջան, տես մեծ տուն, որ տան մեջ նաև կունենաս սրահ, որտեղ ինչ որ համերգներ են տեղ ունենում, ու ոնց որ սենց պատվիրես քո սիրած արտիստը, գազ ինչքան ասես, ախպեր տալիս եմ։ Թող տատին երեխեքը Հա, լսեն։ իսկ քո արտիստը չետաքրում ուրա գնում, ասում ախպեր, գումարս տալիս եք, ախպեր, ես իմ 300 դոլարի տերն եմ։ Տատին երեխեքը գան մոդիկանան մազը է քաշեն, կպնեն։ Իսկ դու գովազդար, լե Ռոստով ես գալիս եմ։ Գուգո, ես գալիս եմ, բռնվի ապեր։ Улица Брежневская, дом 3։ Եվ շտապեք, դիվանը դեռ ազատ են։ Երեք դեր կա։ Բայց հետո ինձ մտի թարեցին։ Կամինի դեմը դեռ ազատ է, շտապեք։ Արաքս ջան, հələ լսենք քեզ։ Հիմա քվեարկությունա թե Հիմա ուղղակի ոնց կարծիք։ արդեն կարծիք քվեարկություն է սա։ Մինչև տան պահը մտածում էի, որ կարող է տենց բան լինի, բայց հենց մտակ տուն պատակոննիկ բան, տեղ քերի մերի արդեն սուտ դարձավ։ Լավ, գոր։ Ինձ թվում է սուտ է։ Հանուր առմամբ ես այս բային իրավասու չեմ եւ մենք չենք հավատում այս պատմությանը, թեկուզ եւ ես ուզում էի, որ այն ճիշտ լիներ։ Եվ ձեր պատասխանն է։ Մեր պատասխանն է մենք չենք հավատում, որ այս պատմությունը իրական է։ Սուտ պատմությունը սուտ է։ Տենց, հա։ Կներես։ Եվ ասեմ Գարիկ։ Եվ այս պատմությունը Պապայի արև ճիշտ է։ Մի բան ասեմ, բայց ուրախանալու բան չի, ես ողբան։ Գիտեմ, դրանից հետո ասել եմ չկանչեի, չեմ գնալու այդպես տեղ։ Մարտի 3-ից ապրիլի 15-ը Mobile Center-ից գնիր Samsung smartphone կամ պլանշետ եւ ընտրիր 4, այո 4 նվերներից մեկը։ Mobile Center լիցքավորիչ, անլար ականջակալ, անլար բարձրախոս կամ Max անլար ականջակալ։ Mobile Center Samsung-ի պաշտոնական ներկրողը Հայաստանում եւ այս եղբայրների հովանավորը։ Շնորհակալություն։ Արաքսի պատմությունը լսենք։ Այո, Ես ու ամուսինս քնից առաջ սիրում ենք խաղալ Ռոմեո եւ Ջուլիետի մեր տարբերակը։
Կարելի է տենց հարցեր տալ հիմա։ Ինչ կլիներ, եթե նրանք չմահանային։ Էդի լավ, դու ես բացել ես թեման։ Ուզում եմ ասեմ ազատ ենք, հարցերի շարքում ազատ ենք։ Խնդրեմ, Ես բուրըն, հարց ունեմ։ Իսկ ով էր Ռոմեոն։ մենք ազատ ենք, դերերով փոխվում ենք։ Իսկ քանի անգամ եք խաղացել այդ նույն բանը։ Շաբաթը 2 անգամ մինիմում։ Երեքշաբթի եւ ուրբաթ օրերն է։ Ու շաբաթ 2 անգամ մինիմում խաղում եք ու մեկ Ռոմեոն դուք եք, մեկ ամուսինը։ Դա դայակ էլ եմ լինում մեկ, ընդեղ էլի կերպար կա։ Դայակ։ Հա, բա ոնց։ Դայակ եք լինում։ Իսկ հանդիսատեսն։ Երևում է, որ ամուսնացած ես։ Երևում է։ Հանդիսատես դու էլ չես ունեցել, մի բանը։ Իրավաբար գոնե 6 հոգի կային։ Իսկ բանը մենակ Ռոմեո Ջուլիետ թե ուշ պատմվածքներ եք փորձել։ Չէ, դրա մեջ բոլոր կերպարները կան, Բաժարներ։ Ռոմեո Ջուլիետից կարող ուրիշ կերպարներ խաղաք նա։ միանշանակ։ Իսկ ձեր, բայց ուրիշ կերպարներով ինչ եք խաղում։ Եթե Չէ, ասես մենք խաղում ենք մեր տարբերակը, եթե Ռոմեո Ջուլիետը չմահանային։ Այն մյուս կերպարները ինչ են անում, եթե Ռոմեո Ջուլիետը չմահանային։ Հիմա ոնց կուրախանան տնեցիք, որ Ջուլիետան չի մահացել։ Խաղում են տնեցիք, որ սա հոպ։ Լավ, խնդրում հիմա ամենահետաքրքիր պահը։ Ասա մի քանի պատմություն, որ խաղացել եք։ Օ Ռոմեո, ինչու ես դու Ռոմեո, ու ինքը դե արի ասեմ ինչու եմ Ռոմեո։ Ու ասել, հա։ Կարևոր ասել, հա։ Ասենք երկու երեխան ենք, մեծ են ու տենց մենք համտած։ Ռոմեո։ Գալասավոյա։ Արի ասա, շատ կարճ խաղ է։ Օ Ռոմեո, հասկացա, հաղթում ենք շոյ։ Օ Ռոմեո։ Ինչու ես Ռոմեո։ Արի ասա։ Ժամանակ չկա։ Իսկ կարող եք Չես բացեք, դայակը ինչ անում, երբ որ Ռոմեո Ջուլիետը չեն մահացել։ Դայակին է վեկալ արի։ Եկեք ասեմ։ Եկեք ասեմ։ Ռոմեո։ Ես քո դայակ։ Օ Ռոմեո, բանջանյային ինչ անեմ։ Եկեք ասեմ։ Ջուլոյի վեկալ արի։ Ջուլոյի վեկալ արի։ Շատ բարի, ինչ եք կարծում ես պատմությունը։ Ճիշտ է։ Ոնց է զգացում 100% ճիշտ է։ Ճիշտ է։ Այո։ Ախր ինձ էլ է մի հատ մի բան խանգարում։ Ի՞նչն է խանգարում։ Սաղից մոտ էլ ինչ-որ մի բան խանգարում է։ Ձեր մոտ չի խանգարում։ Ես լավ արի սենց անեմ, Գարիկ, արի ես ասեմ չեմ հավատում, դու որոշի։ Այս Ինչի պատմությունը կարում զուտ։ սուտ է մի ուրիշ տիպի, բայց շատ ծիծաղալու էր ու շատ լավ խաղացիր։ Սուտ է։ Չէ, ես պիտի եմ Արամ ջան, հրավիրում ենք Բայց ձեզ կարող է հրապարակի ներկայացնել, մոտ, յազենին կմտեն։ բայց շատ լավ պատմություն էր, Դե համաձայն։ ասենք դուք ինձ ստիպում եք արդեն մեջկացնել նեղ անձնական Բա, բաներ։ ինչը դու չէիր անում, ինչը նշանակում է դու չէիր պատմի մի պատմություն, որը Սենց ասեմ, այդ շարունակություն պատմությունը ճիշտ էլ լիներ, ես էլի թույլ չէի տա, սենց հասարակությունով մտնեիք։ Չէ, եթե այդ պատմությունը ճիշտ էր, դու Հասակություն մտնենք դու ներկայացված չէիր պատմի, հաստատ։ Մեր հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը, որի Step Construction նախագծին դիմելով դուք ստանում եք պատրաստ, մտածված, բարձրորակ վերջնական արդյունք։ Առանց ավելորդ հոգսերի իրականացնում է ձեր առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ֆան անկյունների, ինչպես նաև բնակելի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Որակավորված ճարտարապետներն ու դիզայներներն ապահովում են ինժեներական հուսալիություն, ինչպես նաև յուրօրինակ ներքին եւ արտաքին եւ լանդշաֆտային դիզայն։ Բրավո։ Մի հատ կրկնի։ Լանդշաֆտային դիզայն։ Բրավո։ Բեմական կոշիկ գնելիս ես ընտրում եմ այնպես, որ աչը փոքր լինի, իսկ ձախը մեծ։ Քանի սանտիմետր։ Քանի չափ։ 1 չափ։ 1, այսինքն մեկը լինի 44, մյուսը լինի 45, Չէ, այդ քո չափսերով ես ասում։ մեկը լինի 41, մեկը լինի 42, Մեկը այսինքն լինի մի size 42, մեկը լինի 43, այո։ մի չափի տարբերությունը տալիս քո աչ ու ձախ ոտքերը։ Ես այդ դա դիտմամբ եմ անում։ Իրանք իրականում երկուսն 39-ն են։
Մեկը որովհետեւ մեծ եղա, բայց կարծես։ Այս իմ բեմական կոշիկները չի։ Սա բենչիստ քեզ։ Արի։ Նա չափել։ Ջուլարի։ Չէ, ես կարամ ցույց տամ։ Բայց նայ փոքր է։ Հեսա տես։ Չէ, դա բեմական կոշիկ չի, սանրական կոշիկներն են։ Ինչ է կարծում ժողովուրդ։ Նախ տեսել եք Գարիկին բեմական կոշիկներով, եկեք ցնցենք դրանից։ Ես հարց ունեմ։ Բարլուս։ Հələ։ Նախ որ մեկը փոքր պետքա գնեք, մեկը մեծ, չէ։ Այսինքն դառնում է պետքա գնեք երկու զույգ։ Չէ։ Իմ վեճը չի։ Որտեվ ես այդպես ունենում եմ երկու զույգ, որ կարամ հետո փոխեմ, մյուսը մեծանա, մյուսը փոքր։ Բայց սովորաբար ձախը պետքա որ փոքր լինի, աչը մեծ։ Իսկ եղելա որ տենց գնես, այն մի զույգը 10 ուրիշին նվեր, ասենք չէ, Եղել է, շատ լավ բան հիշացեցիք, մի անգամ հիշում եմ, որ եղել է։ Իսկ մենակ կոշիկն է, այդ որ մեծ ու փոքր է։ Չէ, ասեմ։ Մենակ կոշիկն է, ճուզախ։ Բա մեծ ու փոքր։ Ես ուրիշ զույգ բան չգիտեմ ուղղակի հարցնելու։ Խի այդ հարցը ես քեզ հետաքրքիր։ Չէ, ուրիշ զույգով։ Ուրիշ զույգ ինչ կա։ Ուրիշ զույգ ինչ կա, ակնոցա, Ականջներ, ականջակալը։ Ուրիշ զույգ ես ուրիշ բան գիտեմ, Սա Ակնոց։ Սա էլի եմ կրկնում, սա հենաշարժողական մոտեցում է, ես ոչ ֆետիշա, ոչ էլ կարիք ունեմ ուրիշ ասիմետրիկ բաներ կրելու, սա պարզապես ասում եմ, ճիշտ հենքի եւ բալանս պահելու համար է, որտեվ գիտարը, եթե պատկասում եք, գրիֆը ձախ կողմի, այդ մասը ավելի թեթև է, քան աջ կողմի մարմինը գիտարի, ու աջ կողմը ծանր է, պետք է աչի վրա հենվես, որ այդ պահես, աչը որ երկար է լինում, այդ հենման կետը մեծ է լինում։ Okay։ Բավարարված եմ։ Լավ Ազիզ ջան։ Ես բնականաբար չեմ հավատում պատմությանը։ Գոր։ Ես կուզեի սա ճիշտ լիներ։ Ինչի կուզեի սա ճիշտ լիներ։ Ես ուզում որ այս մարդը Ինչ էր քեզ տալու, որ այս պատմությունը ճիշտ լինի։ Այսինքն արատով տղա է, մի քիչ ոտով։ Կապով Մեծ ու փոքր է հետաքրքիր։ Մյուս զույգը կարող է նվեր ստանալ։ Շատ զարմանալի է, բայց բոլորս կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Իսկ այս պատմությունը, ընկերներ, սուտ է։ Բայց ծիծաղալու է ներկայացնում ինչ խոսք։ Մի անգամ իմ պատճառով Աշոտ Լյուդվիգովիչը կորցրել է շատ հարուստ հաճախորդի։ Կորցրել, մեկնայից Խմե կորցրել է։ Խմե կորցրել է։ գրպանից ընկել է շատ հարուստ հաճախորդ, հետդ վազելուց։ Ոնց է կորցրել։ Ինչ գիտենք, ասենք։ Չգնաց իր մոտ։ Չգնաց իր մոտ, որովհետև դու հարուստ հաճախորդի համոզեցիր, որ չգնա իր մոտ։ Որ ինչ անի։ Հարուստ հաճախորդը ինչ էր ուզում Աշոտ Լյուդվիգովիչից։ Ինքը պետքա գնար իրատության։ Ինչը մեծացներ։ Կուրծքը։ Ախպեր դու սաղից կուրծում ես։ Էլի դու ես եղել։ Ես ճիշտ ասած դայակի հետ պատասխանում։ Ուզում եք կուրծքս մեծացնել։ Հարուստ հաճախորդը ինչ էր ուզում Աշոտ Լյուդվիգովիչը աներ։ Քթի իրատություն, Քթի վիրահատություն։ պլաստիկ։ Իսկ հաճախորդը կին թե տղա։ Չէ տղա, տղա մոտ։ Դա։ Կուրծքը բացառ։ Պետք է գնար քթի իրատության, ու ինձ տեսավ։ Հա։ Ես այդ ժամանակ նոր էի արել միջնապատի իրատություն, դու գիտես։ Գիտեմ հարս։ Ու ես տենց աչքերիս տակը մի քիչ կապուտ, մի քիչ ուռած եւ այլալված, ու ասեց, չէ ախպեր, ես իր մոտ չեմ գնա, կգնամ ուրիշ մարդու մոտ, եթե սենց վիճակը տեսես, պատկերացնում ինձ ինչ կանեն։ Ու դες չգնաց։ Նի։ Հա լուրջ եմ ասում։ Սպասի, բայց ինչ կապ ունի հարուստը։ Հա էլի։ Ցանկացած հաճախորդ մեկը այդ նույնքան արժի։ Նես չէ որ հարուստ հաճախորդը ինքը պետք հարուստ է, է դե նույն բանի համար Կաղա չանող 1 միլիոն դոլար տար։ Ինձ թվում է ինչի է գրվել հարուստ բառը, որովհետև այս մարդը են, որ տենց եթե կպներ Աշոտին կոպիտ ասած, Ամեն ինչը կփոխանցներ, կշարունակեր, հա։ հա, տենց գնար ու տենց հետո տենց մի հատ էլ կնոջս, մի հատ էլ Գերդաստանից, բա տատին ա ուզում ռինոպլաստիկա անել։ Չէ, Աշոտ Լյուդվիգովիչը բան չի կորցրել մի Չէ, խոսքով։ չէ։ Բան չի կոտրել, կորցրել։ Դու 5 րոպեն անցավ։ Տայմերը դրած ծնգմա, չէ։ 5 րոպե էլի լու հետո լուրնա։ Հա։
Բարի, ինչ է կարծում։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ է։ Okay։ Ես կարծում եմ, որ սուտ է։ Որոշումը Արամ ջան քո ճակատագրի մնաց է ստողու վրա։ Ոնց որ եւ նախորդը։ Եվ այս պատմությունը սուտ է։ Իհարկե։ Արամ ջան, մեկ մի Այո, քո կողմից ուղարկում ես մեզ։ Ապրես։ Okay։ Ձեր հաղորդման գործընկերն է Glovo-ն։ Glovo-ի հետ ամեն ինչ դառնում է հասանելի րոպեների ընթացքում։ Սնունդ, մթերք, դեղատներ, նվերներ եւ ամեն ինչ մեկ հարթակում։ Մնում է միայն ներբեռնել հավելվածը։ Իդեպ Glovo-ն ունի հատուկ նվեր մեր հաղորդման դիտորդների համար։ Եթե դեռ օգտատեր չեք, օգտագործեք Ռոբերտիկ պրոմոկոդը եւ կստանաք 2000 դրամ զերծ առաջին պատվերի համար։ Glovo, ընտրիր, գրիր Ռոբերտիկ եւ ստացիր 2000 դրամ նվեր։ Մեր գործընկերն է Արարատ կոֆե բրենդը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որն իր համային հատկանիշներով կգուհացնի ամենակմահաճ հայ սրճասերին։ Հիմա հասկանում ես, թե ինչի է քաղաքը Արարատ սուրճ խմում։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման փորձեք ու մեզ կոմենտներում կարծիք, ճիշտ մեզ չէ, իրանց կոմենտներում կարծիք գրեք։ Այո, Արարատ սուրճ, քաղաքը Արարատ սուրճ է խմում, դուք էլ քաղաքից եք։ Սա ձեր նվերներն են իդեպ ու ձեր սուրճերը, Քոնը դատար կա, բարակ բացեք նայեք։ Խնդրեմ, եւ կիեփեք Բաժակ, ջազվե եւ 3 տեսակի սուրճ, որոնք կգուհացնեն յուրաքանչյուրին, ով սիրում է սուրճ։ Ես ու ընկերուհիս բիզնես ենք բացել, զանգում ենք հաճախորդների նախկիններին ու վիրավորում ենք նրանց։ Մենք չամուսացած ենք։ Լավ բիզնես է։ Վիրավորել ինձ։ Որ խնդրեմ արժեք, եթե հնարավոր է արժեքներ էլի, արժեք հա։ price list-ը, հա? Price list-ը կասեք հա։ Նախկինիդ պետքա վիրավորել։ Դիմիր Մեր մեզ։ քրֆելը 1000 դրամ տեն։ Ունենք զանգ, սովորական զանգ ձեր նախընտրած տեքստով, ունենք զանգ վիրավորանքներով, արժե 10000 դրամ, ունենք զանգ երաժշտության տակ, Որ ասում եք հիմա ձեզ կմիացնենք ու չեք միացնում, երկար հնդերաժշտություն։ Ունենք զանգ գինու սեղանի շուրջ։ Իսկ հաճախորդներ ունեցել եք երբևէ։ այո, մինչ օրս էլ ունենք։ Պապան իրանց հաճախորդն է մշտական։ Ասում ավելի զանգ երաժշտության տակ։ Իսկ փակ համարից եք զանգում։ Ունենք առանձին հեռախոսահամար, մենք նորմալ օրինական բիզնես է, Որ հարկայինում գրանցված եք, որ ինչ։ անձը նախկիններին Սիլվա վիրավորում։ Օրենսը վերստեմ հավայի քրֆելու է։ Բայց դե չեմ գորա չնախոտալու։ Բայց զանգելուց հետո բլոկում ենք այդ հեռախոսահամարը, որ էլ հետ զանգ չստանենք։ Արամը պատկերացրա, Այո։ ես ու Արամը բաժանվել ենք։ Այո։ Հիմա օրինակ եմ ասում։ Չզանգեցին։ Ես ու Արամ իմ նախկինն է, ես 10000 դրամը վճարել եմ, խնդրում եմ որ զանգեք Արամ։ Զանգը գնաց։ Մենք Ալո։ ձեր նախընտրած տեքստն ենք ասում, այսինքն ինչ որ դուք եք ուզում որ փոխանցեք ձեր նախկինին, ու մենք հենց այդ տեքստը ասում ենք։ Բայց կարող է ֆանտազիա չունի, ասում է ձեր ճաշակով։ Բայց մենք օգնում ենք։ Ձեր ճաշակով մի բան հավաքեք։ Բան են ցուցակ են լսում։ Քուրես քո ճաշակով մի բան քրֆի։ Կարողացած տարբերակները։ Փորձը ցույց տա, որ գետինը մտնես Դե տիրոջ մերա բանա, մի բան տես մի հատ փաթեթ ավելի դու։ Թաղեմ հորդ, բասես բաներ կա։ Բայց դուք ասում եք ում անունից եք զանգել։ Մենք զանգահարում ենք, մի հատ դեպք պատմեմ։ Մեր ամենակարճ դեպքն է եղել, որ տենց մի բառ պետքա փոխանցեինք։ Մի խոսքով զանգահարել ենք, ոնց որ ամուսնացած էր այդ տղամարդը արդեն։ Ուշ եք զանգել, հա, շատ։ Մի տարի ուշ ենք զանգել ու զանգահարեցինք, դե մենք մեր բիզնեսը ունի անվանում, կոչվում է նախկին AM։ Նախկիններն են։ Նախկին AM ու Նախկին եմ, էլի։ մենք նաև շուտով նաև կայք
մի խոսքով ունենալու ենք մեր Օֆիսային տարածքը։ օֆիսային տարածքը, սպայն իմ սենյակում է, բայց Իմ զենյակმა պրոբլեմ քապրտած է չի կարող։ ունենք նաև օպերատորներ, ովքեր որ զանգահարում են։ Սենյակում են, Արդեն մենք չենք զանգահարում։ Սկզբում ես եւ իմ ընկերուհին էինք, մանկությանս ընկերուհին էինք զանգահարում, բայց հիմա ունենք նաև օպերատորներ, ովքեր որ նաև ունենք տղա օպերատոր, որովհետեւ օրինակ տղաներ կան, ուզում են տղայի ձայնով զանգահարենք իրանց նախկինին, էլի։ Իսկ մի բան ասեմ, դու ես խոսում հենց։ Սկզբում մենք էինք խոսում։ Սկզբում ես էլ եմ խոսել։ Երկուսով եք խոսում, բարև ձեզ։ Երկուսով ենք խոսում, բարև ձեզ, ձեզ զանգահարել ենք նախկինի եմ կայքից, մի խոսքով։ Այդ անգամ Այս է զանգալի նախինեի։ Ես խնդրում Հարմար է դες դες ասма մի րոպե տալիս անգյո լսի ես։ Դե բայց դե զենով բարև ձեզ։ Դուք ոչխար եք։ Անը մեծելից ասում։ մի անգամից ձայնը փոխվում է։ Նախինեյը շատ լավ։ Բայց հիմա ունենք ուրիշ օպերատորներ, մենք չենք զանգահարում։ Բարև ձեզ։ Ալեքս ջան, լսում եմ։ Ես չեմ հավատում պատմությանը։ Դիո։ Հա, հետո։ Ոնց երևում որ դու ամուսնացած ես։ Հենց դրա համար ես չեմ հավատում այս պատմությանը։ Գոր, Չեմ հավատում։ ես էլ եմ կարծում, որ այս պատմությունը սուտ է։ Սուտ է։ Սուտ է։ Սաթամա, ինչպես ասում։ Զիլվաջանտավոր գիխը։ Սաթամա։ Սա ճիշտ է լինելու գլք խոյտորակ։ Եվ այս պատմությունը Շատ լավ էր կասեցի, ապրես։ Եվ վերջին պատմությունը, որը պետք է պատմի Գորը։ Ահա։ Գոր, Տանը ունեմ Ռոբին ու Գարիկին նվիրված անկյուն։ Դզեց։ Իսկ որտեղ այդ անկյունը։ Տանը, Հա դա տանը ո՞ր մաս է։ անկյունում։ Շատ հստակ է, որ պատասխանը զալում է այդ անկյունը։ Որտեղ ինչա կատարվում։ Այնտեղ տարբեր իրեր են ձեզ նվիրված, տարբեր բաժակ։ Օրինակ Ռոբին ինչ նվիրված բան կան։ Ռոբեն ռամկա կա իր նկարը։ Գուդա գրած։ Ռոբին ինչ կա նվիրած, գուդա գրած։ մոմեր կա դրված դիմաց։ Մոմ։ Ռոբի ռամկայի տակ, կարող է գա Դուբայից, ինչ ես հիմա բանում։ մոմ, մեխակ ու սևլեն։ Իսկ Գարիկի հետ կապած ինչ կա։ Ինչ պարագաներ կա ինձնից ու Ռոբից։ Բաժակ։ Բաժակ։ Կոշիկը։ Պիտի հիշեմ էլի, պիտի հիշեմ։ Վրան գրած է գոնե Գարիկ, թե պրոստը բաժակա է։ Բաժակա, օրինակ, Որը ես օգտագործել եմ որտեղ։ չէ, բաժակա Ռոբի, ես Ռոբին հիմա ես ուղղակի Ռոբին շատ եմ սիրում։ Հա, ցավը տանեմ արխային, հա։ Ռոբի, Դաժե մի կողմից լավ, բաժակը, ասած։ ռոբով բաժակը որտեղից քեզ։ Այդ Ռոբոտ բաժակը։ Այդ ռոբով բաժակը ես պատվիրել եմ Թեմուից։ Ու վրան ռոբնա։ Այո։ Այսինքն Թեմույց պատվիրել ես, նկար ես տվել Չէ, բաժակի, հա։ Թեմուից ռոբով։ Ռոբին նկարով լինում է, Թեմույց այո։ բաժակ։ Ռոբով բաժակ։ Ու սենց դրածա անկյունում։ Այո, մեջն էլ գրիչներ։ Ռոբը մեջը գրիչներ։ Ռոբի, մեջ գրիչն է, ամպոպելով։ Դրածա անկյունում։ Հետո, բա նկարը որ ասեցիր։ Հա։ Ռոբի նկարը։ Ինչ անում Ռոբը այդ նկարի մեջ։ Ռոբերտ նկարի մեջ sense ուրախ ժպտում է, իրականում այդ նկարը պատմություն ունի, ոնց որ ես մի անգամ մտածեցի, ոնց որ ինքը մահացել է։ Հա, փաստորեն այդ լուրը դու ես տարած, է։ Ու Ու որոշեցի։ մի անգամ ես նկար արար ու ստեցիր հարգել Ռոբի շատ։ Նկար ակը սևլենտ, բաց։ Մի պահ տենց տխրեցի, տենց հետո հիշեցի, որ չի մահացել։ մահացել, ուրախացա։ Ախպեր ինչ ա եղել, դեմ ուսում։ Բայց ոնց հիշեցիր, որ չի մահացել։ Google-ով post տվեցի, տեսա որ չի մահացել։ Գլով հիշեցիր։ Google, Ռոբա, ո՞նց է։ Ռոբերտը։ Լավ, դե մի հատ նկար print։ Արդյոք մահացել է Ռոբերտ Մարտիրոսյանը։ Տենց։ Okay, էլ ինչ պարագաներ կասեմ, որտեվ անկյուն է ինքը ես պատկերացնում եմ, որ տենց ուղակի մի հատ բաժակ ու նկարը քիչ է անկյան։ Բայց մենակ Ռոբի Չէ, անկյունն մի է, հատ թե Ռոբի մեծ բլոկնոտ էլ ունեմ։ Մեջը ձեր հումորներն է գրած։ Որ ինչ հումոր ա օրինակ։ Որ ասեք հավանում եմ, գրում եմ էլի։ Չէ, կհիշես մի երկու բան օրինակ։ Հա, օրինակ պատմություն կա այդտեղ գրած մի հատ, որ Գարիկը ծակել է Ռոբի ակը, Ռոբի ակը չէ՞ էլի, Ռոբի ավտոյակը։ Ու տենց գրել ես։ Հա, գրել եմ Էս Գարիկը այս Գարիկը։ մի օր ծակել է Ռոբի
Ակը։ Ռոբի չէ, էլի։ Տակի իրան ուղղում, հա։ Իրականում հենց էլ գրած է։ Ես կատակ չեմ։ Ու այդ բլոկնոտը այդ անկյունում։ Այդ բլոկնոտը ձեր Մենք նկարներով։ միակ հարց որ կարանք տանք, էլ ինչ ունես։ Այդ բլոկնոտը ձեր նկարներով է ու այդտեղ Ռոբը այդ բլոկնոտի վրա Եկատերինայի շորերով է։ Ռոբը Ռոբը։ ջան։ Տենց բարձր կան, որ նկարով են սարկած։ Ունենք մենք ձեր տանը, տենց բարձր, որ դու գրկում ես հարցում։ Բարձ չունեմ, բայց լավ։ Դոշակ ունեմ։ Որ միշտ վրես Լավ պրոստին ունեմ։ Դոշակ ունեմ, որ միշտ վրես Պիտակեղեն ունեմ իր եկերես։ Կնես, բայց բարդ չէ, բայց ինչ։ Արամ ու Լավ միտք է, դա արդեն լավ միտք է։ Դա միտք է, միտք գեներացվեց հենց նոր։ Ու AI-ով սարքած իմ ու քո նկարները էլի գա։ Ես չգիտես խի հավատում ես։ Ես չեմ Գիտես հավատում։ ասեն սիրտս է, էլի։ Սիլվան չի հավատում, Ես աղասը հավատում հավատում է։ Աղասը հավատում է, Սիլվան չի հավատում։ Կարիկը։ Կարիք ինձ թվում է հավատում է։ Ինչքան է ցավոտա, բայց Ես այս պատմությունը համաձայն եմ Սիլվայի հետ։ Այս պատմությունը սուտ է եւ գորը հորինում էր ընթացքում, այս պատմությունը շատ ծիծաղալու էր ու լավ է։ Գորջան, դու սիրում ես կասկածելի երեկոն այդ ենթադրում եմ, բայց դու ինձ ու Ռոբին այդքան չես սիրում, որ ունենաս անկյուն մեզ նվիրված։ Այս պատմությունը սուտ է, կներես։ Հիասթափվելու ես, հեսա շատ։ Իսկ հիմա Ուշադրությունը դեպի էկրան։ էկրաններին Լուրջ ես ասում։ Ես լուրջ եք խոսում։ Որ չեմ հավատում։ Քեզ նկարել ես, ուզում տեսնեմ, որ ես դու ես։ Որը Ռոբը մեջը գրիշները։ Ռամոմը։ Ռոբի։ Տակ։ Դիսկը։ Որը ինչ ես խոսում։ ճիշտ է։ ես ասի չէ որ ճիշտ է։ Որակա սիրտ ասում է։ Մեր հաղորդման հովանավորն է էքստերիեր խանութսրահների ցանցը, որի պրեմիում ուղղություններից է կերամակասա խանութ ցուցասրահը ժամանակակից կերամիկական լուծումներով, որտեղ ինտերիերը սկսում է որակից լայն եւ մշտապես թարմացվող տեսականի, լոգասենյակի ամբողջական լուծումներով, կերամիկական յուրօրինակ սալիկներով, ծորակ ցնցուղային որակյալ համակարգերով, կերամակասա միշտ տարբերվող։ Երբ մենք խոսում ենք էքստերիերի մասին, մենք միշտ հիշատակում ենք, այս դեպքում ճիշտ է։ Լավ, մենք հիշում ենք իմ ու Ռոբի վարած նախկինում մեր հաղորդումներից մեկի մասին, որտեղ էքստերիերը մեր գործընկերներ եւ Ռոբը միշտ սկրինշոթեր է անում այդ հաղորդումից, որտեղ ուզում է որ այդպես հիշվի նա։ Եվ ահա Ռոբի նկարը, սա Ռոբն է ընկերներ, հիշում եք, եւ ես հիմա ուզում եմ այս նկարը նվիրեմ Գորին, որպեսզի նա դնի անկյունում։ Գոր, խնդրում եմ, մոտեցիր եւ Ռոբի այս ռոմանտիկ նկարը տեղադրի այդ անկյունում։ Շատ սիրուն է։ Այո, նա Այս հենց այդտեղ է լինելու, հենց այդ անկյունում։ Ես հենց դրա համար էլ տվեցի։ Սա լրիվ բնիկ նվեր է այստեղից տանելու։ Եվ այսպես երրորդ փուլ, վերջին փուլ կանոնները, որոնք ես կկարդամ եւ ինքս կսովորեմ։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ կամ ոչ մեկի հետ էլ կապ չունի։ Մրցակից թիմը պետք է պարզի, թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի կասկածելի հյուրը, տվյալ դեպքում մենք։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում այդ 3 միավորը անցնում է մրցակից թիմին։ Հիմա այս պարագայում ոնց որ հյուրը նրանցն է, պատասխանը մերը, պատասխանատվությունը ոնց որ թե մերը։ Գարիկ, Այստեղ ենք հրավիրում մեր թիմ այցելած կասկածելի հյուրին։ նախկին եմ։ Հակին եմ։
Եվ այսպես, Անժելիկան, հա, մորքուրս է։ Նա ոչ մի մասնագիտություն չունի, բայց ես նրա համար բարձր վարձատրվող աշխատանք եմ փնտրում։ Անժելիկան, նա իմ մեծ երկրպագուն է։ Անժելիկան գտնում է իմ մասին վատ մեկնաբանություններ գրող մարդկանց եւ պատժում է նրանց։ Անժելիկանը նա ինձ վճարում է, երբ ուզում է, որ ես տարօրինակ դեմք ընդունեմ։ Հիմա գզող հարցերը գնաց։ Աղաս, մորքուրը տա։ Մորքուրս, այո։ Քանի տարեկան է։ Մորքուրս 19-ը։ Զամջը գզվող է։ Ես ասեմ, ես քեզ մի հատ կարևոր բան էլ ասեմ, օրինակ իմ երեխու, իմ տղու, իմ աղջկա, իմ միջանց աղջիկս նստած է, աղջկաս հորքուրը, չէ, կնես մորքուրը, Իրանից փոքր է 5 տարի։ Հոսու չի ասել երեխու մոտ։ Մեր մոտ գեներով տենց եկած է, էլի։ Հա, պապ, եկած։ Աշխատանք ես ման գալիս իր համար։ Որտեղ ապրում։ Մոսկվայի ապրում, արդեն տեղափոխվել է ստե։ Ինչ մասնագիտություն ունի, էլի կարող է ես էլ ինչ-որ գործերի մասով խորհուրդ։ Ինքը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց այդ իր մասնագիտությունով աշխատանք ճարելը ինձ թվում է մի քիչ դժվար կլինի, 19 տարեկանում ինչ տնտեսագետ բարձր վարձատրվող։ Ջոգիր չէ։ Բայց մի քիչ առաջ ասում եք մասնագիտություն չունի։ Հաջան, Չունի, մի քիչ առաջ չուներ։ ոչ թե մասնագիտություն չունի, այսինքն հիմնական գործ մասնագիտությունով չունի։ Այդ իմաստը այդ է։ Համել 10 տարեկան է, համել արդեն տնտեսագետ է 10 տարեկանը, որը չի բռնեմ, գզին աղաս։ Գզել եք աղաս։ Գզել եք ցել եք կողի։ Այո։ Գարիկ, ուզում եմ հիշեմ ինչ էր դու ասում։ Ուրեմն Անժելիկան կոմենտների մեջից գտնում է ինձ վիրավորող կոմենտներ եւ պատժում է։ Դա վարձատրվող աշխատանք է։ Լսի ինքը այդ անում էր առանց նույնիսկ ինձ ճանաչելու, ես պարզապես նկատեցի դա, որովհետեւ ոնց որ անընդհատ կրկնվում էր այդ բանը ու Անժելիկան ֆեյքով դա չի անում է հենց իր պրոֆիլով, դժվար չէր նկատելը, դրա համար վարձատրվող չի, պարզապես ոնց որ շարունակվում է, բայց արդեն իմ տեղյակ լինելով։ Ու ես դրանից վերջապես սկսել եմ հաճույք ստանալ։ Շատ են վատ կոմենտները։ Հայտ իմ հա կան իհարկե։ Կան ու վիրավորական կոմենտներ կան, պետք չէ էլի արագ։ որ հա Անժելիկան sense ոնց որ արագ միանգամից իդենտիֆիկացնում է խայտարականում, անեցքներով, բանով, ուսումնասիրած, մտնում է էջեր իրանց ուսումնասիրում է, գտնում է նկարներ կամ փոստեր, որտեղ իրանք հակասում են, բերում է դրանք որպես օրինակ, վարպետ։ Ու քո անունից այդ անում է։ Չէ, ինքը իր անունից է դա անում։ Պարզապես ես հիմա տեղյակ եմ, ոնց որ վայելում եմ այդ գործընթացը։ Նույնիսկ Եվ որոշել ես սենց շնորհակալություն հայտնել։ Ինչ եմ արել։ Սենց որոշել ես շնորհակալություն հայտնել եթեր բերելով։ Ալամ աշխարհանել։ Հա, Անժելիկան ոչ մի բանից չի քաշում, ինքը ուզում է որ դա լինի բոլորի աչքի առաջ, ասում եմ ֆեյքով չանում իր պրոֆիլով, եւ ասում է, ես կարամ դրա մասին նույնիսկ բարձրաձայնեմ ու ես էլ եմ բարձրաձայնում, որ ասեմ, որ ժողովուրդ ջան, եթե վիրավորում եք, իմացեք, որ կա պատժիչ ուժ, որը մենք կիրառելու ենք։ Ես էլ եմ բարձրացնում, ես որ գորջանել տես բանը չգրես։ Այո, որը մենք կիրառում ենք եւ կիրառելու ենք եւ ցանկացած վիրավորական ոտնձգություն կոմենտների իմ հատվածում ունենալու է համարժեք, երբեմն նաեւ ոչ համարժեք պատասխան։ Դեռ չեմ տեսել Անժելիկան մինչև վերջ չհասնի։ Այն որ դու ինքը նստած գոմպի դեմը բան դու։ Երիկա, դոլը միրոն։ Դոլը։ Անժելիկա ջան, լավ հերիկա։ Արի հացկեր, արի հացկեր։ Դուք ես հետ տանես ինքը մեկը քացով խփում է։ Եվ վերջին մեր գեղեցկու տարբերակը։ Մի բան ասեմ։ Ասա։ Այն իրեն տարօրինակ պատմություն։ Բիզնես կտրեմ հավատում։ Ես էլ եմ։ Բիզնես կտրեմ Որտեղ այնքան ավելին ասեմ, ես ողջ հաղորդման ընթացքում նկատեցի, որ ինքը ունի բավականին հարուստ միմիկա։ Շատ հարուստ։ Ինքը կարողանում է ունքերով դեմքը շատ հետաքրքիր մի հատ բաներ անվճար։ Թիզերներ արես։ Բայց քանի որ ինքը տարօրինակ է իր հետաքրքիր գործողությունների ու այդ պրոյեկտների շրջանակում հնարավոր է։ Հնարավոր է, բայց ըստ իս առանց Արի իրան հարցնենք հենց։ Հələ միացես բաներ արա։ Միմիկա հարուստ։ Մի 2000 Ծիծաղեցրում ես։ Մեծ ծիծաղացու քո։ Ոնց որ եկեք սկսենք։ Եկեք փողը տվեք դեմից, նո։ Եկեք մի հատ մասնագիտականը առանձնացնենք։ Հա, ոնց որ ֆիքսված արժեք ունի իմ դեմքը։ Արժե 500 դրամ։ Ասա։ 500 դրամ արժե։ Դեմքը 500։ Ֆիքսված արժեք։
Ներառյալ ԱՀ։ Ու միշտ նույն դեմքն է լինում, տարբեր դեմք չի, ինքը այդ մի դեմքը։ Որ դեմքը։ Որ դեմքը Հեսա կասեմ, ոնց որ ամեն անգամ ինքը ինձ վճարում է այդ դեմքի համար, որովհետև այդ դեմքը շատ է սիրում ու նույնիսկ ես իրան վիդեոյով եմ այդ դեմքը ցույց տալիս ու ուղարկում եմ, ինքը դրա համար էլ է ինձ գումար փոխանցում 500 դրամ փոխանցում։ Վիդեո քոլով բան է էլի։ 1000 դրամ է փոխանցում, 2 հատ եմ անում նույն դեմքից։ Այդ դեմքը ունի նաև իր հետ բան, ձայնի արտահայտություն, ունի ձայն։ TikTok-յան են, դա դրանցից է։ Ոնց այդ դեմքը իմ խարակտերի հետ ընդհանրապես կապ չունի։ Այդ դրա համար է խնդալու իր համար, կարող ես։ Ուզում ենք տեսնենք։ Բայց անվճար չան, ուզում եք Ես քո երկը։ կփոխանցեմ։ Դե ինձ որ քեշ Ոնց որ անվճար եմ անում, մի քիչ լավ չի ստացվում, բայց ես գումարը կփոխանցեմ։ Բայց մի քիչ մեզ է նայ, էլի։ Դե հիմա մեզ համար է դե արա։ այդ դեմքը։ Պետք է հորսա թե դրա համար 500 դրամ տամ։ Որ մի երկու անգամ անի կտած։ Ոնց որ հակել է մենք այդ դրան։ Հասկացա կախվածություն ունի իմ արդը։ Որ գիշերը մի հատ խնդրում եմ, էլի մի հատ է դեմքից էլի։ Մի հատ էլի։ Օ ջան։ Կլնի երկու հատ էլ անես վաղը կտամ։ Խնդրում եմ։ Մատանի բան ծախում տանում մի հատ էլի դրանից։ Յատել է դեմքից էլի։ Հիմա չեմ կա երբ կլնի։ Խնդրում եմ HD որակով ուղարկի, որ չկորի։ Պիքսելներ չգնի։ Բանը, դեսի հյուրեր ունեմ դրսից։ Դեմքից։ Բայց ինքը որտեղ տա։ Բայց երկու հատ էլի։ Բայց ինքը որտեղ այդ գումարը տա, ես այդտեղ պետք է դեմքան կապ չունենք որտեղ։ Օրինակ եղել է տրանսպորտի Ահա մեջ շատ լավ չելենջ է, իրականում շատ կայֆ չելենջ է։ Ես հավատում եմ։ Տրանսպորտի մեջ էլ։ Այն որ ոնց է գժություն է, էլի, տրանսպորտի մեջ են կանգնած են քննության տեղը։ Գինել նենց է որ հարմար է։ Դասախոսը դուրս կորի։ ասելա բան։ Բայց փողը որ կաթում է, էլի։ Չէ։ Մի հատ հարց, այսօր միասին եք եկես թե։ Մե Անժելիկային մի հատ նվեր արա։ Այդ դեմքից մի հատ պատվիրի նվերի Անժելիկային։ Չէ, ուղղակի նույն ծենն է կսե, ուզում հասկանամ։ Ձեն ինչա։ Օրա ջոգի, ընդից դե ցենա նկատել։ Հասկացա՞լ։ Հետախույզի պրոֆեսիոնալ սրանք դրսևորման կետեր են, որոնք դուք չեք հասկանում, աղա։ Բայց եթե պարզվի որ քո հյուրն է։ Ցենով օհան էլի։ Եթե պարզվի որ քո հյուրն է, իսկապես կասես նույն ծենն է քսել, թե չէ։ Այո։ Կասեմ։ Վերջ, այսքանը, հիմա Վայ ուշադիրս։ Բոլոր տղաները քոպես ուշադիր լինեն։ Պես ինչ ասեց, ասեց թող բոլոր տղաները քոպես ուշադիր լինեն։ Այո։ Արաքս ջան, ասա։ Աղասինը մենակ մի բանով ա բռնում, որ երկուսն էլ բաց գույն են կարար լիներ, մամային ա քաշել, բայց չէ, հանում են բացառում ենք։ Սաուտան մորքուս ասում։ Ահա, օքեյ։ Գարիկինը շատ տրամաբանական է, կարա լինի, շատ տրամաբանական է, բայց վերը նշված օրիորդի պատմությունից հետո, այն որ ուզում ես արդեն ասես կարա լինի։ Բայց կարա չէ ոչ մեկի հյուրը չլինի։ Հա, կարա։ Դե այդ ամենավատ տարբերակն, արի այդ տարբերակը չհաշվենք, էլի, որտեղ դա հետաքրքիր տարբերակ չի, ես էլ չեմ բարի ես հաղորդում։ Չէ, ես էլ երևի Հա, այդ իրոք եթե տենց բան եղավ, Չէ, կարա, իսկ իրոք կանչեք թող արմուշը բարի։ Ձեր վերջնական պատասխանը խնդրեմ եք։ Մեր վերջնական պատասխանը, որ ոչ դու ես Գարիկ, ոչ քո հյուրն է, ոչ աղասի հյուրն է։ Այլ հյուրը Սիլվայի մոտ է եկել։ Սիլվայի ընկերուհին է, կարծես թե կարող են AM-ի աղջիկն է։ մոտ, միգուցե եւ իրար հետ էլ հենց անում են նախկին AM-ը, չգիտենք, բայց մենք ավելի շատ հակված ենք այդ տարբերակին, որ Սիլվայի ընկերուհին է։ Շատ բարի։ Պատասխանը ընդունված է, մի հատ ուղղակի շտկում էլի։ Ձեզնից ով ում էր կարծում այդ կարողը։ Մենք երեքս էլ համակարծիք ենք այս թեմայի շուրջ։ Ես մի պստիկ ունեի Գարիկի վրա, բայց Մի չեմ պստիկ ունի Գարիկի վրա։ Բայց մի պստիկ։ Բարի։ Չունենալու համաչափ էլի։ Շատ բարի։ Ընդունված է ձեր պատասխանը։ Դե ինչ, խնդրենք, որպեսզի կասկածելի հյուրը ներկայանա։ Բարև ձեզ, կներկայանաք։ Ողջույն բոլորին, ես Անժելիկան եմ եւ ես Սիլվես 1000 դրաման։ Այո! Որ ասում եմ նույն տեննա։ Ուշադրություն։
Նիչո, պետք է անի։ Իդեպ մենք երկուսս էլ իրար հետ ենք սկսել այդ բիզնեսը։ Ասացինք որ էմը օքեյ է դա։ Երկրորդ 1000 դրամ եմ տվել։ Կախվածություն։ Այդպես նայի, կոնկրետ հակած այս երեխեն։ Փոքրիկ դեմքի բարիկ։ Բայց ո՞նց դիմացար որին կարեց։ Արա, Ո՞նց դիմաց։ Արա, էզամ 2 ամիս հետո իմանում ենք տունը կրվելա Սիլվայի դեմքին։ Նայի սփթեներ այսօր, առաջի անգամ էր այսօր, քսում ավնե։ Շատ բարի, ես ուզում եմ շնորհակալություն ասել Անժելիկային եւ Գլովոյից այս նվերը փոխանցել քեզ 30,000 դրամի։ Դու կարող ես պատվիրել ինչ ցանկանաս, եթե մենյուում կա նաեւ հայացքը Սիլվայի 30,000 դրամի կարող ես պատվիրել։ Շնորհակալություն, եկեք Անժելիկային ծափարենք։ Ճանապարհենք դեպի կախվածության կենտրոն, որտեղ նրան աջակցություն կան։ Դեսպանսեր։ Հաշիվը 4-2։ Օգուտվես։ Այո։ Աշտոշ։ 4 Մենք հաղթեցինք, այո։ 2 Շնորհակալություն ձեզ էլի հանդիսատեր, շնորհակալություն ձեզ էլի հյուրեր եւ սիրելի հեռուստադիտող, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հուսանք հաջորդ շաբաթ ռոբը կլինի արդեն։